Ինչպես ստեղծվեց Dead Bell Records-ը եւ ինչ ճանապարհ անցավ, կտեսնեք այսօրվա թողարկման ժամանակ։ Ողջույն բոլորին, Ողջույն բոլորին, հարգելի հանդիսատես, հարգելի ասма ընկերներ, բարեկամներ, դիտողներ, այո, ձեզ ողջունում է Triangle Frequency հաղորդաշարը YouTube show-ում։ Մենք գտնվում ենք Rank and Roll ստուդիայում եւ այսօր ունենք մի հատ հիասքանչ ընտիշ տղա հյուր, ումին որ երկար սպասել ենք ու վերջապես հրավիրել ենք։ Ռազմիկը Մահսուդյան, Dead Bell-ի համահիմնադիրներից մեկը, ասում եմ երկրորդը ճիշտ ասած ներկայացուցիչներից մեկը տեխնո ինդուստրիայի մեր երկրի, նույն ինքը տոտալը։ Պրիվետ Ռաշ ջան, ոնց ես։ Շատ լավ, դուք ոնց եք։ Ապրես որ եկել ես, ուրախ ենք քեզ տեսնել, այսօր լիքը լավ թեմաներ կքննարկենք, լավ բաներից կխոսանք, նաև ինչու ոչ կբողոքվենք։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել մեր էջին, ինչ անում ենք, ոնց անում ենք, ասում եմ, սաղ ձեր ուզածով անում ենք, ձեր կոմենտներին պատասխանում ենք, ամեն ինչ անում ենք, բայց չեք բաժանորդագրվում։ Խնդրում եմ բաժանորդագրվեք, որովհետև մենք ուզում ենք, որ բաժանորդագրվեք։ Ու լիքը կոմենտներ գրեք, ռազին հարցեր, բան, այդ չմոռանաք ծրագրի վերջում, որ նայի, սա հարցերը գրեք, մենք բոլորը նայում ենք, բոլոր հարցերին պատասխանում ենք։ Շատ շնորհակալություն։ Ռաշ ջան, չգիտեմ նայել ես մեր ոդքասթները թե չէ։ Ասացի նայել։ Մալադես։ Դաժե երեք մի քանի հատ էլի նայեցի, որ հիշեմ սա։ Մալադես։ Հիմա դες մենք սկսում ենք սենց, մենք սկսում ենք մի քանի թեմա ենք շոշափում, աշխարհում կատարվող ինչ որ իրադարձությունների հետ կապված։ Եթե դու կցանկանաս մասնակցես, շատ ավելի թույն ու հետո անցնում ենք քեզ արդեն հարցաքննության, այսպես ասած։ Ահա, հիմա ես առաջի թեման կսկսեմ EDM DJ-ների եւ իրանց համաշխարհային ռեկորդների, Guinness-ի ռեկորդների վերաբերյալ։ Դե սաղսը գիտենք, որ EDM DJ-ները տենց բրենդ են ավելի շատ, քան թե տենց համ արտիստ են, համ նաեւ բրենդ են, որովհետեւ pop music-ը շատ ավելի հայտնի է։ Ինձ ես նյութը որ կարդում էի, ոնց որ ինքը դաժե տենց ավելի շատ տենց պրիկոլ լիներ, բացի տենց մի երկու հատից իհարկե, տենց որովհետև մի քիչ տենց կասկածելի ռեկորդներ են իհարկե։ Հա։ Դե օրինակ Skrillex-ը հայտնի է իր բազմաթիվ Grammy մրցանակներով։ Հա, ինքը տենց ռեկորդակի է։ David Guetta-ն հսկայական լսարանով եւ միլիարդավոր դիտումներով։ Հա, ինքը ոնց որ EDM DJ-ների մեջ սետի վրա ամենաշատ դիտումներ ունի, դրանով է իր ռեկորդը ամենամեծ դիտումներով։ Իսկ Steve Aoki-ն նույնիսկ ռեկորդ ունի crowdsurfing-ի քանակով իր սեթերի ընթացքում։ Crowdsurfing-ը այդ այնա է, որ թռնում է մարդկանց վրա, մարդիկ իրանց ձեռները վերև տանում են, բերում են, ինքը ասես լողում է մարդկանց վրա։ Ստացես վերջերս ոնց որ իր այն տորտ շպրտելուց հրաժարվել է, իմացել եք, որ էլ չի անելու, ասել չեմ անելու։ Չգիտեմ ինչ է եղել, դու դատի են տվել, ինչ են արել։ Ես մի քանի անգամ լսել եմ, որ մարդկանց աշկի մեջ է մտել, խփել են, մարդիկ վնասվածք են ստացել, տորտ շպրտել։ Կլինի ձև, կլինի, Դե ասենք չէ, դատերի են իրան տվել, դաժե լսել եմ տենց բան։ Դե որ իմ ջոգելով տենց կարող է տենց հատուկ տենց մի հատ կոնտինգենտ լինի, որ դեմը հատուկ գնա տենց կանգնի, որ տան բեյնին տորտով, որ դատի տա խոսքի։ Հա, մի քիչ փող թեմա է, չէ։ Հա, բայց ոնց որ այս վերջերս կարդացի այդ նորությունը, որ չկարդացի միջև վերջ, որ իմանայի ինչն է պատճառը, բայց իմ կարծիքով էլի տենց այդ դատերի բանի թեման է, կարդացի որ всё, տիպը էդի հրաժարվել է դրանից, էլ չի անելու, դրանով էր բավականին հայտնի։ Լրիվ բանն է, ոնց որ Red Bull-ը որ սլոգանը Red Bull-ի բանա, չէ, որ Red Bull ակրիլիա է այդ։ Մեկը դատի ատվի, ասում է ինձ ակրիլիաց չի անում, չեմ կարող թռնել։ Ինչ որ երկրորդ հարգից իրան քսել ոտնաջարդել։ Լսի չէ, միլիոնավոր դոլարներ ա կրել դատով Red Bull-ից։ Լրիվ այդ նույն բանն է։ Տակը փոչուրիկ տարած չէին դրել, չէ։ Ինքը կարծեմ իրան քցել է ինա դու։ Հա, այդ բուլը խմել է, ինա դու քցել է, սկորեա կանչել, որ պաֆակտում սա։ Հա, այդպես խորացված չգիտեի, դզեց։ Օր դե շատ լավ է, էլի ապա մարդիկ ասում են կոնկրետ խելքները աշխատում է, էլի ապա ասում։ Մոլոց այդ մարդու որ տենց այդ կասկածելի ռեկորդներից մի հատ էլ ասեմ, բանը, էլի այդ նյութից
առանձին եմ կարդացել, բանի Hardwell-ի ռեկորդը գիտեք որն է։ Event-ի ժամանակ ամենամեծ guest list-ն է ունեցել։ Բայ։ Ինչ քանակի մասին է խոսքը։ Դասի քանակը գրած չէր, ինչքան էր գրած, բայց տիպը ռեկորդ է սահմանել event-ի ժամանակ ամենամեծ guest list-ով, դե չգիտեմ, պետք է ասենք, դա մի գոնե 2-3000 լինի, էլի, երևի որ ռեկորդ լինի։ Թե չէ, ասենք, մեր guest list-ը որ նայում եմ, ֆեստիվալի հետ կապված sense ինչ-որ։ թե չէ, եթե մի 500-ը, այդ մենք էլ ենք ռեկորդակիր, էլի, որովհետև ասենք մեր event-ներին էլ է տենց լինում։ Լսի, ինձ թվում է մենք շատ հեշտ կարանք խփենք այդ ռեկորդը, եթե սաղին հրավիրենք, guest list անենք, նամանավանդ մեր գառնի event-ին։ Սաղի սրտով կլի, հա։ Կարակ Գինեսի բանին էլ հրավիրեք, որ արձանագրի։ Ինչ բառը չգիտես, Ռաժան, հանգիստ ռուսերեն է կարաս ասես, մենք գիտենք, որ դու ռուսախոս ես։ Ռուսախոսն է։ Երկրորդ մեր նորությունը, շատ հետաքրքիր նորություն է, դա տենց այն որ ահավոր դզել էր ինձի։ Exit ֆեստիվալը երևի կիմանաս, տենց ինքը տենց կրուտոյ, նու հիմա մի քիչ ավելի տենց պապսովի է դարել, մի ժամանակ ինքը տենց պրям տենց լավ տենց տեխնո ավելի այդ headliner-ները հիմնականում սաղ տենց որ մարդասպաններ էին, բայց հիմա տենց մի քիչ ավելի պապսով է դարել, որպես Peggy Goo, Hugel բան, տենց վիճակներով արդեն դարել ու Սերբիայից այս տարի տեղափոխվել է Մոնտենեգրո ու երկու weekend ամառվա ընթացքում, մեկը հուլիսին է, մեկը օգոստոսին ու 100% անվճար է տոմսերը սաղ ֆեստիվալի։ Սերբիայի ղեկավարության կառավարության հետ խնդիրներ է ունեցել Exit ֆեստիվալը։ Հա, այս մի քանի տարի է։ Ինչ-որ անընդհատ թեմաների զրույցների մեջ են եղել եւ ի վերջո հասկացան են, որ չի դառնում ու տեղափոխվում են Մոնտենեգրո, որովհետեւ Մոնտենեգրոն ուզում է աճացնի հոսքը տուրիստների իրանց երկրում, նաեւ ինքը ծովային երկիր է, ջահելության էլ այսօր ծով, երաժշտություն շատ սիրուն տեղ է։ Էլ ինչա պետք ու նաև Instagrammable location։ Location։ Ու բան արը, հենց ոնց ես հասկացա, հենց պետության հովանավորչությամբ այդ եմ ինչ արվում, այսինքն Մոնտենեգրոյի, իրանք հենց ինքները իրանք են հենց հրավիրել կազմակերպիչներին, ասել են եկեք մեր մոտ արեք, մենք ծախսերը կհոգանք, ու հավանաբար տոմսերը փողը տվել են սաղ։ Դե իրանց երկրի քաղաքի համար, ամեն ինչի համար լավ ռեկլամ։ Ապա ինչ առաշան, պատկերացրու, ասենք մի ռեկլամից բացի, պատկերացրու, ասենք մի 200,000 հոգի, ասենք տուրիստ է խոսքի գալու Exit ֆեստիվալը, տենց նիխուխրի մուխրի էլի։ Ահագին մեծ ֆեստիվալ է ու line-up-ն էլ լավ ջանալ, line-up-ից էլ մի երկու քիչ Ես կարդա։ կակրաս line-up-ը բացեցի, նաև ասեմ, որ Budva-ում այդ ամեն ինչը լինելու, մենք այսօր Ինչ բան չասեց։ Budva-ն ի՞նչ է։ Ծովափնյա քաղաքներից մեկը Մոնտենեգրոյի։ Okay։ Մենք շատ լավ գիտենք, որ ունենք Երևան ծիվատ ուղիղ չվերթ, որը շատ հասանելի է, այնտեղից էլ ինչքան գիտեմ մի 30-ից 1 ժամ է ոնց որ Ստատի վիզեր կարակ լինենք մեր հովանավորը։ Այո։ Switch-ից։ Ավիասեր, switch-ից, արա за Spanish, ավիասեր։ Իմիջիալոց Flyvan-ն է վիզերը չի, ծիվատ, դեպի ծիվատ։ Всё равно վիզեր, Flyvan ասում եմ Flyvan։ Սաղ խառնիր, ավիասեր։ Кто-нибудь։ Ես թագ եմ անում, ասպակը կպտնեք այս մեր ոդկասթից սրանից հետո։ Ասածս այն է, որ հեշտ կարող եք հասնել, ռեգիստրացիա լինեք եւ եթե հասցնեք իհարկե տեղ կա դեռ ընթերցեմ մի քանի հոգի, Արգինա, Ջեյմի Ջոնսը, Մասիո Պլեքսը, Մոնոլինկը, Ստեֆան Բոձինը, նմանատիպ արտիստեր են։ Դա լինելու է հուլիսի 3-ից հուլիսի 6-ը ու մի հատ էլ երկրորդ դատա են դրեք 28-ից 31-ը Շարլոտ Դեվայթը, Հյուգելը, Peggy Goo-ն, Շարլոտ Դեվայթի ամուսինը, Էնրիկո Սանգիլյանոն, Ջոն Նյումանը եւ նմանատիպ լավ անուններ եւ արտիստներ։ Իհարկե շատ խառը line-up է։ Տեխնոից դեպի Հյուգել, այսինքն Շարլոտից դեպի Հյուգել եւ Peggy Goo տարբեր ոճեր, բայց դե հա, դե ասում եմ երևի Մոնտենեգրոն էլ որ կանչել է, ասել է տենց շատ նենց արեք մի քիչ խառը մասա գա էլի, ասում եմ տենց մենակ Դե հա, Peggy Goo-ն կարա ցերեկը նվագի, մնացածը երեկոյը։ Հա, Շարլոտը գիշերը նվագի, չնայած այսօր ես կստացի մի հատ էլ տենց էլի վիդեո տեսա, ասում եմ քանի վիդեոներից ենք խոսում, պատմեմ, ինչ որ ֆեստիվալ էր ու բացումը Շարլոտն էր նվագում, հենց ամենաառաջի արտիստներ ինքը, երևի Իրիկունը գործ ուներ ուրիշտեղ։
ասել էր ինձ շուտ դրեք նվագեմ գնամ։ Հա, ու բացում ինքն էր նվագում, հա։ Շատ խնդալու էր այդ պահը, սենց դռները սենց բացեցին, սենց Շարլոտը սենց play արեց, ու մեկ էլ սենց 10 րոպե հետո սենց ցույց են տալի, սենց դեմը full էր արդեն խոսքի, լրիվ խոսքի, ասենք վազելով մարդիկ այն գլխից սենց գալիս էին, որ շուտ հասնեն խոսքի, որ տենց բաց չթողեն։ Այդ պահը շատ խնդալու էր ու չջոգեցի այդ որն էր դες թեման, որ Շարլոտին առաջինն էին դերել մի տեսակ։ Բայց այդ մի կողմից շատ լավ է, մարդիկ շուտ են գալի։ Հա, որ օրինակ դու մտածում ես, չգիտեմ, 11-ին է ֆեստիվալը, ցերեկը սկսում, օրինակ։ Հա։ Չգիտեմ, մարդիկ իրիգունն են գալու, չէ՞, ֆեստիվալին հիմնականում։ Տենց իրան դնում ես։ Հայաստանում 100%։ Դեմը լիքը մարդ է առաջանում, դռները բացում ես, սաղ միանգամից ֆուլ է դառնում։ Մենք OPEC-ը Bedouin-ին առաջինը դնեինք, ժամը ցերեկը 2-ին խոսքի։ Կարակ։ Մենք մտածում ենք ոնց անենք մարդիկ շուտ գան ցերեկը, որ մեր Shadow Stage-ի local artist-ների շատ սիրելի արտիստների ժամանակ էլ ոնց որ մարդիկ գան այդ սովորեն այդ կուլտուրային Քիչ-քիչ սովորում են իհարկե, բայց մեկից երկուսս մտածում ենք խաղարկություն անենք ձեր համար սիրելի ավտոմոբիլ հա որ շուտ գաք գոնե տենց Առաջի 10 հոգու ինչ որ մի բան պրես հա դե լավ էլ խաղարկություն արնել հիմա չենք ուզում ասենք podcast-ի ժամանակ բայց կպատմենք հələ ձեզ մտածել ենք ոդկասթների ժամանակ արդեն գծել ենք տարբերակներ ձեզ շուտ կանչելու լավ մյուս նորություններ ասա անցնենք ռազին ընդդեղելուն մյուս թեման էլի podcast չկա որ մենք այս Սալամոնի մեր սիրելի Սալամոնից չխոսանք խոսիրած DJ-ներից ասում սիրած DJ-ներից է ու mēs ամեն podcast Սալամոնից ենք խոսում հա բայց այս իսկականից լավ նորություն է ժողովուրդ Սալամոնը ով որ Նյու Յորքում է Նյու Յորքի հայեր Սալամոնը կազմակերպում է անվճար շոու հատուկ ձեր համար Նյու Յորքում։ Հա, չէ, բայց լսի, էսի մենակ բոլորի համար չի, էսի տենցա որ հələ կարթա վերջացրու կասեմ։ Էսի նշի որ բոլորի համար է անվճար։ Ես մտածեցի որ կարող եմ ազերն է կտրել տենց նորություն։ Դե առաջի հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց իրականում դա շատ նախորոք մտածված քայլ է Սալամոնի կողմից, որովհետև ինքը չի ուզում հանձնվի, տարիքով մեծ է ու մտածել է ինչ անի, քանի որ Ամերիկայում Նյու Յորքը գիտենք որ էպիկենտրոնն է նմանատիպ երաժշտության, մտածել է ինչ անի, էլ ավելի մեծ լսացնի ու պուբլիկային մոտ լինի անվճար շոու կազմակերպի իրանց համար դա մարքեթինգային մեծ խոդ է իր կողմից ու իր թմի կողմից նմանատիպ բան կազմակերպել է այստեղ բայց մի քանի հատ թեմա կա առաջինը նախ ինքը մի հատ այդ որ ասում պատագրև էր սկզբից արել այս ամեն ինչը իր մոտ ինստայում պոստեր արել որ վերջի չգիտեմ 10 քանի տարվա ընթացքում տենց բան չի եղել որ ամառվա սեզոնը տիպը սկսվի Եվրոպայում ու ինքը Զակյան թռնի նվագելու, տիպը չի անում ինքը, տիպը որ ռեզիդենսին խոսքի Իբիցայում որ սկսում է, վсё խոսքի, տիպը չի ուզում իրան նեղություն տա, էլի, ասենք այդ ժամային գոտիներ փոխի բան ու դա, ու տիպը էսի ինքը արել է նրա համար, որովհետև այդ Իբիցայի սեզոնը սկսելուց մի 10 օր առաջ Նյու Յորքում Պաչայի բացումներ ոնց որ տոլի ինչ որ ուրիշ ինչ որ տենց իվենթ էր Նյու Յորքում կարոջի մի հատ իվենթ էր ու ահավոր շտորմ էր ահավոր բեսամ քամի անձրև ցուրտ սառնամանիք ու այն որ ժողովուրդը մնացել են տժացել են միջև վերջ տիպը մի 5 ժամ նվագել է այդ քամուն փոթորիկին անձրևի տակ ու մարդիկ լրվել են խոսքի այդ սաղ ընթացքում ու բաներ արել տիպը գրել էր տիպը իրանց խաթեր որ այդ մարդկանց համար ես տիպը ջոգեցի յանի եթե խոսքի այդ մարդիկ այդ անձրևի տակ այդքան լրվել են խոսքի ասենք ինձ լսել են ես ով եմ որ ինձ նեղություն չտամ խոսքի ասենք մի հատ խոսքի թռնեմ Պաչայի բացմանը կստացի Պաչայի բացումն է ոնց որ թռնեմ Պաչայի բացմանը տիպը ու այդ մարդկանց սաղին ով որ ասեց այդ իվենթին եղել է ով որ խոսքի ասենք այդ տոմսերը ունեն այդ սաղ մարդկանց հա անվճար խոսքի իրան կան գարան կան Պաչայի բացմանը շուտս բեսամ տենց լավ խոդ էր արել իր կողմից հայպովի խոդ է արել հաստատ ու հա տենց սրտաճեմլիկ նամակ էր գրել էլի տիպը յանի ես արդեն շատ եմ հոռացել բան խոսքի ասենք չեմ ուզում ինձ նեղություն տամ ասենք այդտեղ հանգարց մի քիչ չի դզում ինձ չեմ թռնում դուդիմ սյուդիմ ու տենց են որ նաև ինքը Պաչայից էլի մի քիչ տենց նաև ինքը սաղս գիտենք որ Պաչայի հետ շատ կապված է հա դե Պաչայի հա Իբիցայի 100 տարվա
այդ իր Salomon Plus 1-ը իր բանով, ինետների շարքով շատ հայտնի է ու Պաչայում հենց։ Այտենց թե անցնենք ռազին հարցակնության եւ հարցակնությունը մի քիչ իհարկե շատ կոպիտ է հնչում։ Հա, ես աղա քանի անգամ հարցակնությամբ, սենց հաճելի չէր։ Ռազ ջան, ասում եմ, սկսենք սկզբից։ Давайте։ Քանի որ Անդոն ստեչի, քեզ քո համար անձնական հարցեր ենք պատրաստել, մի քանի հատ հենց կոնկրետ համ քո հետ կապված, քանի որ դու ես համել մեր հյուրը, հետո էլ համել Dead Bells-ել հարցեր կտանք։ Նու հենց անձնական քեզ դու вообще քանի տարի արդեն DJ-ով զբաղվում ես ու ոնց ես որոշել вообще, ոնց է դա սկսել, ինչ որ սկսել է երևի DJ-ով, вообще ես թե պրոդյուսինգով ես սկսել։ Հա, ես rap beat-եր էի գրում, ինչ որ սենց իմ ընկերները սաղ երբ որ երևի երկրորդ կուրս էի կամ երրորդ կուրս էի, սաղ իմ ընկերները рэպեր էին, ասենց ուզում են рэպ անեին։ Ես էլ մի անգամ փորձեցի, իմ ձենը լսեցի կողքից, ասի չէ, ես կյանքում չեմ ձայնը գրվելու հաջողություն։ Ու գնացի տուն, քաշեցի FL Studio-ն։ Սաղ գիտեք երևի ինչ շատ այն վաղ էդ էր։ Հա, ինձ թվում է շատ մարդիկ ովքեր մոտարպես պլյուս-մինուս մեր տարիքի են, այդ վաղ Ableton տենց chain use-անում։ Այն վաղ ռուտրեկերում էդ կար։ Հա, հաստատ։ FL Studio։ Ու տենց չոր բիտեր էի գրում իրանց համար, իրանք ձայնը գրվում էին։ Հետո այդ սաղ ամեն ինչը վերջացավ։ Ամեն մեկը մի քիչ տենց ինչ որ չէ, լավ, էս ինչ բան է, էլի, տենց մի տարի ինչ որ մի բանով զբաղվում ես, նադա էլ ես լնում ու всё, պրծավետի։ Ես էլ ասի դու ես լիքը սկիլեր ինչ որ ձեռ բռնեցի այդ պահին ու ոնց որ ես էլեկտրոն երաժշտությունը մինչև էտել էի սիրում, ուղղակի sense մի հատ բան կա, եթե դու վոկալ չունես, ինչ երաժշտությունով պետք է զբաղվես, որ ինքս համադաստատիչնի լինի առանց վոկալի, վոկալիստի։ Սկսեց էլեկտրոն երաժշտություն փորձել գրել, ու տենց մինչև հիմա գրում եմ։ Բայց ի սկզբանե տեխնո ես սիրել, այսինքն թե ինչ որ ուրիշ Չէ, ես այդ վաղ շատ էլեկտրոնային երաժշտություն ինչից ես սկսել, սերդ ոնց է սկսել, ասենք տեխնոյի հանդեպ։ Ինչ էի լսում օրինակ այդ ժամանակ։ Այդ ժամանակ նո ինչ որ կամ ում էիր լսում արտիստների օրինակ dubstep հիշում եք այն վաղտեր կար որ dubstep-ը ասենց երկու ձևի կար մեկը այն էր որ սաղ ուզում են լինեն Skrillex-ի պես ու կան ասենց մի հատ underground բան կար ավելի շատ ժոստկի բան ես դες բաներ էի լսում դաժե փորձում էի միքսել բանով կոմպով որ ոնց էր ամեն virtual DJ հա ասես մի ծրագիր կար ասում ասած դրա միջով անցել է հա ու տենց էլի ոնց որ սկսեցի տենց երաժշտություն փորձել գրել հետո հասկացա որ դրա համար մի քիչ շատ է սինտեզ պետք է իմանաս զվուկի ես այդ վաղ вообще ոչ մի չգիտեի տենց բաներ ոնց որ սեմպլներ ռեսեմպլինգով էի զբաղվում սինտեզատորը իմ համար բաներ ասենց բացում էի լիքը ասենց կետիկներով բաներ ասենց ասում էի լավ էս ինչ է ոնց են օգտագործում դու երաժշտական կրթություն չունես այսինքն սաղ տենց ինտուիտիվնի ամեն ինչ հա մի քանի անգամ գնացել եմ ինչ որ սոլֆեջո եմ սովորել բան բայց տենց շատ հա смыкак я тебя понимаю շատ բան է էլի դա ասենց գնում նստում ես սովորում ես հետո գալիս ես տուն ու իր դասախոսի ասած ուրիշ ձև ես անում ավելի լավ է ստացվում Ռազ ջան, նախ ուզում եմ շնորհավորեմ Dead Belly 10-ամյակի հետ կապված ցավում եմ որ չեմ կարողացել գալ մյուս միջոցառմանը անպայման ներկա կգնամ 20 տարուն անպայման ու բոլորին նաև հետաքրքիր է թե ինչպես է գաղափարը ստեղծվել Dead Belly հիմնադրման ոնց է այդ ճանապարհը սկսվել այս 10 տարվա ընթացքում ինչ հաջողությունների եք հասել ինչ միջոցառումներ ինչ արտիստների հետ եք համագործակցել ինքը սկզբնականում եթե չեմ սխալվում եղել է սկզբից records հետո նոր սկսել եք event-ներ չէ՞ կազմակերպել այսինքն ինքը սկզբից
Լավ թող պատմի։ Ուրեմն հասնենք այն պահին, որ ես երաժշտություն եմ գրում, ոչ մի լեյբլ, դաժե գաղափար չունեմ, որ երաժշտությունը պետքա լեյբլով դուս Դու գիտես պետքա պրոստը գցես Ինչ կոնտակտ։ որ չգիտեմ, կամ SoundCloud, ու SoundCloud-ը չի հասկանում, խիապ գնում Zagros կալնում, հետո հետևից այն առաջի տրեքերը ջնջվում, որտեղ տիպ պատպիս կա, այստեղ լիքը բաներ կար, որ այդ վաղ չգիտեինք։ Ու այդ վաղ ես կարծում բանը Հայաստանում չէի, ինչ որ մի տարով ստեղ չէի, այդ վաղ ինձ Կամովոսյանն է գրում է պրոստը ախպեր տրեքերը տեմ լսել, դուրս եկավ, ու դից իրար հետ սկսում ենք շփվել, հետո երբ գալիս եմ Հայաստան, իրար հետ հանդիպում ենք, սկսում ենք ինչ որ կոլաբներ փորձել իրար հետ անել երաժշտության մեջ։ Տենց ընկերանում ենք։ Հասնում է, ես ասեմ, երևի որ թիվներ 26-ն է ճիշտ, հա։ 16 թվին, 15 թվին կարծեմ, Անդրանիկին տանում են բանակ։ Ահո։ Ու ինքը ինձ թողում է մի քանի հատ տրեքեր, ասում է ախպեր, էսի միտը կթողարկես մի հատ լեյբլում։ Ես փորձում եմ դա թողարկել։ Ու լիքը տեղեր եմ գրգում լեյբլներին, որպես դեմո։ Շատ տեղեր պատասխանում են կամ չեն պատասխանում, դուրները չի գալի, ու սենց սաղ գիտեն այդ process-ը ովքեր փորձում է դեմո ուղարկի, բաներին գիտեն դա ոնց ինչքան երկար կարա լինի։ Վերջը մի օր զարթում եմ, ասում եմ, բանկերս բանակում է, խնդրել է ինձ բան անեմ, թողարկեմ, պետք է անեմ, ու այդ դեմո ուղարկելու պահը ապխոդ անելու համար ինտերնետում նայում եմ ոնց է կարելի լեյբլ բացել, ու այդ սաղ ամենը կազմակերպում եմ ու Թողարկում ես թողարկում եմ։ Առաջինը իր տրեքերն է։ Ասում եմ, եթե Կամովոսյանը ինչ չասեր, կարող եմ մտքով դաժե չխնդրեր, որ իր տրեքերը թողարկեմ, կարող եմ մտքով դաժե չանցներ, որ մենք ռեկորդում ենք։ Սկսենք դրանից, եթե Անդոյին բանակ չտանեին, կարող է չլիդեր։ Շատ պրիկոլնի պատմություն է, ես դաժե չգիտեի, որ դուք Անդոյի հետ հենց տիպը այդ տրեքերի, ասենք այդ, չէ, այդ գիտեի, որ սկսել ենք ընկերություն անել, պրոստը ուղղակի ինքը իրար հետ հանդիպել ենք, ինչ որ կենտրոնում կոֆե ենք կմել, գնացել ենք մեր տուն, նստել ենք, փորձել ենք երաժշտություն գրել։ Всё։ Շատ կայֆ է։ Ես այդ պատմությունը չգիտեի։ Դա ճիշտ եմ sense բան, ֆանի վրա էլի, ոչ։ Բա դու քիչ ես արել։ Ես առաջարկն խնդիր։ Բանը, էդի շատ կայֆ էր։ Ես իրականում չգիտեի ռազ, որ տենց տիպը այդ հենց այդ մյուզիկի հողի վրա եք ծանոթացել, ես գիտեի, որ դուք տենց տիպը 100 տարի տենց ասենք մանկության ընկերներ եք եղել, հետո տենց տիպը սկսել եք բան անել։ 10 տարուց ավելի, եթե մարդու հետ ընկերություն ես անում, կապ չունի քանի տարեկան ես, բալբումը քո մանկության ընկերն է։ Էդի 100%։ Իսկ բանից հետո արդեն դե գիտենք տրեքերը ձեր գիտենք, ոչ միայն մենք, նաև տենց են որ Հայաստանից դուրս էլ շատ ատեն տարածված է։ Առաջի տեխնո լեյբլն է Հայաստանում, չէ՞, ճիշտ եմ, չէ՞, հասկանում, տենց ուրիշ տեխնո լեյբլ չենք ունեցել ոնց որ, չէ՞։ Ու հիմա ունենք լիքը տեխնո լեյբլներ, բայց հայաֆիկացված նկատի ունեմ տենց էլի։ Прям հենց Հայաստանից իմ կարծիքով հենց առաջինն է եղել, ինձ թվում է լիքը մարդ եղել է, որ երաժշտությունը թողարկել որպես պրոստը երաժշտություն գրել, թողարկել է։ Չէ, դե գիտեմ, դե այն ժամանակ ասենք հա Դավենք եւ այլն, ասենք իրանք լիքը թողարկում էին, բայց իրանք ոնց որ հենց իրանք լեյբլը չունեին, հայկական լեյբլ որպես կարող է առաջինն է ինքը եղել հայկական։ Հա, որովհետեւ ես անկեղծ բիոյում ավելացնենք չեմ կարող ասեմ, որ հաստատ, որովհետեւ կարող են այս բաներ լինի, որ մենք չգիտենք։ Կարող է ինչ որ մեկը եղել է, մի տարի այդ գործը արել է, հետո թարգել է։ Հետո գնացել է խոպան ռուս։ Հա, օրինակ։ Так что երևի հա։ Լավ, մենք research կանենք Ռաժան, ասում եք կոմենտներում կգրենք, ասում հետո ձեզ էլ կուղարկենք, որ ձեր մոտ բիոյում ավելացնենք first։ Եթե դուք ունեք մեզնից ավելի շուտ տեխնո լեյբլ բացված Հայաստանում, գրեք կոմենտում։ Դա լավ թեմա։ Ռազ իսկ հետո գիտենք, որ հետո սկսեցիք իվենտներ էլ անել, լեյբլով հենց իվենտներ սկսեցիք անել, էլի շատ հայտնի իվենտներ են, ես դաժե մի քանիսին նվագել եմ, շատ կայֆ է։ Խնդրում եմ պատմես իվենտներից, ինչ դժվարությունների եք հանդիպել, օրինակ այդ իվենտները անելուց, կարակ պատմեք օրինակ։ Կարամ ասեմ բանը, մեր առաջի Deadbell Night-ը դուք երևի սաղ կհիշեք,
Nine Club-ը։ Հա, ոչ չէ։ Nine Club-ը, որ Բաղրամյանի վրա։ Առաջի night Deadbell night-ը եղել է այնտեղ, ես ու Անդրանիկը այնտեղ resident էինք այդ կլուբում։ Տանց ինչ-որ մի բան որոշեցինք, ասեցինք մենք label ունենք, տանց հələ չենք էլ ջոկում, էլի label-ը, հա, տիպը label-ա, թե label չի, ինչ, չենք հասկանում ոնց ինքը, հա, у нас label, այդպես։ Որքան պետք է շարժվենք, որ պետք է գնանք։ Տանց այնտեղ ենք արել առաջինը։ Բավականին բան սենց չեմ կարող ասեմ ինչ աշուշենյա էր, որովհետև այդ վաղտ կար Nine Club-ը, կար ինքը ինձ թվում է առաջի ինչ որ ավելի շատ underground կլուբն է, չէ՞ եղել, եթե չեմ սխալվում։ Լսի, Լավ звукով, առաջի function one-ը, որ կլուբում էր դրած, ոչ թե ինչ որ ռեստորան։ այդ ժամանակ պոլիգրաֆը չկար, չէ՞։ Չէ, պոլիգրաֆը 9-ը փակվավ, հետո պոլիգրաֆը Հա, բացվավ։ դե ուրեմն առաջինն է եղել կարելի ասել։ Այդպես location-ներ, բաներ շատ կար, դե event-ներ Հա, event-ներ անում էին։ Տիպը դրանք սախ կային, բայց Դաժե դուք որպես դրամում եք այդտեղ արել։ բայց նայնում արել ենք։ Այդ տարիներին ոնց որ նույն ժամանակ նաև basement-ը կար։ Ну, բայց ինքը տեխնո չէր, прям սենց underground տեխնո կլուբերի Հա, մասին եթե է։ underground-ի մասին է հենց կոնկրետ խոսքը, հա։ Հա, չէ, կլուբեր մինչև այդ կար, ես չեմ ասում, որ դա առաջի կլուբն է։ Զիլյոնին է եղել, բան մոռացար, Չէ, աչափ։ Չէ, նկատի ունեմ բան մյուզիկի մեջ, էլի, տեխնո կամ ասենք մելոդիկ կամ նմանատիպ։ Չէ, basement-ը ավելի շուտ կար հաստատ, ուղղակի basement-ում ավելի շատ խառը երաժշտություն էր լինում։ Հա, basement-ում Line-up-ը միշտ նենց չէր, որ ոչ թե line-up-ը, այլ միջոցառումները իրանց նենց չէր, որ գնացիր ամեն անգամ տարբեր ինչ որ vibe։ Տեխնո նայթեր էլ է բայց եղել։ Մի երկու անգամ շաբաթվա մեջ ոնց որ մի օր դաժե ինչ որ Հին շաբթի կարծում եմ դաժե տեխնո ինչ որ night էին անում հին շաբթի օրով basement-ում։ Այ տենց վատ էր տեխնոյի վիճակ, որ հին շաբթի օրով 20 հոգու համար event էին անում, ասում են եկեք լսելու։ Լսի, բայց ռազ հիմա ինչ ես կարծում, հիմա լավ է ավելի տեխնոյի վիճակը, որ սենց վրա կլուբեր են փակվում, բան։ Չէ, վրա կլուբերը փակվել է, երբեք լավ չի։ Բայց ըստ ընդհանուր վիճակը ինձ թվում է, հա, որ ես այս վերջ տարիներին լիքը մարդկանց հետ եմ ծանոթացել, ովքեր DJ չեն, մտածում են կարող է ինչ որ հետագայում DJ լինեն, բայց իրանք music են գրում ու բավականին լավ։ Այն որ մենք մի քանի հոգի ունենք, դաժե ռիլիզներ ունենք հայ արտիստների, որոնք իրանց առաջի ռիլիզն է вообще կյանքում լինելու, բայց այդ մարդը ինքը իրանով նստել հետաքրքրվել է երաժշտությունը սիրելով, փորձել է այդ երաժշտությունից ստեղծի ու իրանոց ստացվել։ Կստացի ես կարող եմ սխալ եմ նկատել, եթե սխալ եմ ասում ինձ ուղիղ, ոնց որ հիմնականում տենց ոնց որ ռեզիդենտներով եք բանանում, ռելիզներ անում ձեր մոտ բանում, լեյբլում, թե ասենք օրինակ կողքից որ մարդիկ գան, օրինակ չգիտեմ։ Չէ, մեր դեպքում միշտ բաց է, вообще։ Հա, բայց անում եք, օրինակ չգիտեմ, այդ արտիստների բաները ընդունում եք, այսինքն հա, ժողովուրդ, մենք հիմնականում ավելի շատ դրսի արտիստներին ենք թողարկում։ Հա, ես օրինակ այդ պահը, դա ուրեմն կարող է տիպը բանն է, սոցիալականների վրա այդ մասով լավ չեք աշխատում, որովհետև ես հիմնականում իմ մոտ օրինակ դաժե դեդբելով խոսքի օրինակ ես քո ռելիզներն եմ տենում, ասենք Կամովոսյանին եմ տենում, էլի ասենք ձեր տղեկից հիմնականում իրենց ռելիզներն եմ տենում, բայց օրինակ չեմ նկատել այսքան ժամանակ, որ ասենք այդ դրսի արտիստներ, ինձ անծանոթ արտիստներ, որ շատ ասենք օրինակ այդ առումով էլ իմ կարծիքով կարող եք մի քիչ ավելի շատ գովազդանեք, որ ավելի այտենց պոպուլարիզացիա։ Գովազդը այդ երևի որ մեծ follow ես, այդ արտիստներին follow չես, ավելի շատ մեզ է ցույց տալը, քան իրանց։ Կարող է, պրոստը հենց առանցին dead-bell-ին եմ դե բնականաբար follow ու հենց ձեր էջով էլ dead-bell-ով էլ հիմնականում ձերից ձերն է բերում։ Անցալ VA գիտեք, չէ՞, որ տարբեր արտիստների բանը կոմպիլյացիա խոսքի 20 հոգան 20 տրեկանոց VA-ներ ենք անում 3-4 ամիս տարբեր արտիստներով։ Այո։ Ու մեջից լինում են 2-3 հոգի լոկալ ստեղից արտիստ, մնացածը դրսից տարբեր երկրներից։ Շատ թույն է այդ պահը։ Մի բան որ ասեցիր, հիշեցի, ինչքան լավ էր, որ համ The Office-ը կար, համ Polygraph-ը կար։ Հա, շատ լավ էր։ Համ Most-ը կար, համ դե դուք բարձա դուք առաջիններից եք եղել, որ սկսել եք Deadbell-ը։ Հիմա մենակ Most-ն է մնացել, հա, ու Deadbell-ը։
գալի ասել տեխնոյի, տեխնոյի բանը։ Մի պասս թնդում էր, սենց պրյամ մեր փոքր Երևանի համար այդքան տեղ ու այդքան տեխնո իվենտ անող կար, սենց պրյամ այն որ շատ ուժեղ էր, էլի։ Ну, ցենց ասեմ, այս պահի դրությամբ էլ երևի նու տեխնոն ինքը ավելի պոպուլյար է Հայաստանում, քան թե մնացած բոլոր ժանրերը, նու իվենտներով ասեմ, ամենաշատ իվենտները հենց տեխնո իվենտներ են լինում, նու օրինակ նույն մելոդիկի մեջ ոնց որ օրինակ չգիտեմ տրիանգուլումն անում ավելի տենց ինչ որ այլ ժանրեր, մնացած բոլոր ժանրերը էլեկտրոնային, բացի տեխնոից, տենց երևի մի սա իրար հետ մի 20-30% են զբաղեցնում, մի 70% է տեխնո է, էլի, որովհետև ասենք համ community-ներն են տեխնո ավելի շատ։ Հա։ Համ էլ հենց կոնկրետ իրանք ավելի շատ իվենտներ են անում, որովհետև ասենք համ դուք դե կարենենք вообще խոսքի ասենք ամիսը մի քանի հատ իվենտ ունեն։ Լավ է, տեխնոն լավ է։ Հա, ուլիքը սկսնակ կարող է ասեմ, որտեվ չգիտեմ, եթե դու 2-3 տարի ես այս ամեն ինչը սովորել ու փորձում ես քո իվենտները անես, երևի սկսնակ ես, չէ՞, հələ չնեղանակ ինձնից ոչ մեկ։ Չէ, բան է։ Բայց իլիքը տենց թազա իլիքը community-ներ կան, որ ինչ որ փորձում են դաժե բացի տեխնոից, ինչ որ չգիտեմ, էլեկտրոնիկա նվագել, սենց ինչ որ իվենտներ անել, դաժե չգիտեմ 50 հոգանոց, բայց անում են։ Ինձ վերջերս dubstep-ի էին, կստացի, հրավիրել ինչ որ իվենտ էին անում, dubstep-ի, բանում էր, ոնց որ դեռ ստոպում էր խոսքի, ստոպում dubstep իվենտ էր խոսքի, просто այդ օրելի նվագում էի չկարողացա հետալ, բայց հետաքրիր էր խոսքի, գնալ տնել вообще, кто эти люди։ Ով աստել լսում տենց երաշտին։ Ալիսի, չէ, իրականում լիքը լսողներ կան, просто բանը, այն որտեղ էթան լսեն այդ խեղճ մարդիկ խոսքի տունը, իրանց նաուշնիկներով միացնում լսում։ Dubstep-ի համար ավելի շատ ինձ թվում է sound-ը պետքա շատ մաքուր լինի։ Ոչ թե համ մաքուր, համ դավկա լինի, որովհետև ինքը իրան դղրդաս։ Լիքը տեղեր կա, որ պուստոյ է, ասենց չի բարացնում, եթե sound-ը լավը չի։ Հա, նու բայց կարելի է գնալ, ես մեջ որ իմանաք գնայի։ Հա, ես էլ մյուս անգամ տրաժան, իրար հետ ասում թեվ-թևի տան գնանք ասում։ Այո։ Ստոպում։ Ստոպի line-up-ն է պետք նայել։ Խառը բաներ են դե ինչ որ անում, հիփ-հոփ երեկոներն էլ են սկսել ինչ որ ընդ անել բա։ Ռոք, մոք, սա խառը։ Դե ռոքը ասում կար հա։ Առաջնահերթն է ռոքը իրանց մոտ, հա։ Ռաշյան, DJ-ի դասընթացներ եք անում, ոնց ինչպես գիտենք, հա, մարդկանցից թվում է հետաքրքիր որ միշտ փնտրում է թե որտեղ կարելի է ասել։ Երիտասարդներին կակրաս ովքեր որ պրոդյուսինգ են անում, ինչ ձևաչափով է դարվում, ինչ օրերի, ինչ ժամերի, տենց ինքդ քեզ գովազդի մի։ Դա լավ պատմի կուրսից, եթե գաղտնիք չի կարաս ասես ինչքան արժի, բան, տենց սա կարաս պատմես։ Նայեք, դասերը լյուբոյ մարդկանց համար են, լյուբոյ ժանր ու լյուբոյ ժանր, անպայման չի որ դու տեխնո նվագես, գաս մեր մոտ տեխնո նվագել սովորես, էդի կապ չունի, եթե ես մեկին պետքա սովորացնեմ այն ինչ ես եմ նվագում ու իմ ճաշակը անեմ, ինձնից ինքը ինչով է տարբերվում, լավ մեկ իր մյուզիկով, իր բանով, վայբով, բայց շատ կայֆ է։ Հա։ 8 պարապմունք է, կապ չունի դու մի բան գիտես, թե ուզում ես գաս նորից ինչ որ վերահիշես կամ ուղղակի ուզում ես գաս կայֆ ստանաս։ Տեխնիկա լավացնես հա կամ էլ 0-ից մինչև նենց DJ չեմ ասում նենց DJ պրոֆեսիոնալ DJ-ս դառնում, բայց հիմնականում բազան իմանում ես, էլի։ Բազան իմանում ես ու մենք պլանավորում ենք մի քանի կուրս հետո ինչ որ ոնց որ վիպուսկնա իվենտ անել, հա, ովքեր սաղ մարդիկ ով մեր մոտ սովորել են, կարան գան մի ժամ, թեկուս չեմ ասում, դա ինչ որ ուրբաթ կամ շաբաթ օր լինի, բայց իրանց ընկերներին ինչ որ կլուբում զգան, դա ոնց է աշխատում։ Որտեվ դուք ինքներդ գիտեք, երբ որ ստուդիայում թեկուս, չեմ ասում տունը, ստուդիայում մի բան միքսում ես, գնում ես կլուբ, լրիվ ուրիշ բան է։ Հա, դե որտեղ արդեն խոսքի դրած այսպես պարտալները բանը հետևի այդ դավկեն տխկոց շխկոց հա բնականաբար մի քիչ խառնում են իրար իհարկե այդ էքսպերիենսը հա կողքից մարդ է խոսում էսին անում իրամ sense մեկը գալիս է խմիշ կթափում դեկի վրա բան այնպես ասում շատ լավ է ասում այդ ավելի չի միշտ պետք է անցնել հա բայց իրականում դա շատ թույն է որովհետև նու իմ կարծիքով ասենք այդ սովորող երեխեքից
կարող է երևի 90%-ը հետո դաժե այն որ կյանքում հետ ինչ որ մի մեծ տեղ ոչ միտեղ չնվագի ինչ որ կլուբում եւ այլն էլի, այսինքն կամ տենց ինչ որ ծանոթներ չունենա կամ ինքը խոսքի ասենք այդքան ձգտում չունենա, չգիտեմ, ասենք կան ամաչկոտներ, կան խոսքի ասենք ինքնամփոփներ։ Մեր մոտ լիքը մարդ կա, որ ինքը պրոստը ուզում է իր անգերների համար տունը պրոստը կայֆավա տանը։ Իր համար բարձրապես։ Ինքը չի մտածում որ փող աշխատելու դրա վրով, ստեյջերը գրավելու ինչ որ դառնալու աստղ, ինքը պրոստը իրան կայֆա։ Դրա համար է եկել։ Դե հիմնական մասը դրա համար է գալի, որովհետև նախ տեղ չունենք նվագելու այդ մարդիկ որտե նվագեն։ Մեզ են էլի, որովհետև լիքը գրում են տիպը սովորացնում եք, բան, այտենց ինչ որ գանք դասընթացների բաների ինձ էլ անձամբ են լիքը գրում, բայց այն որ ու համ ժամանակի առումով, համ էլ կոնկրետ ասում եմ դրա համար նորմալ պրոֆեսիոնալ բան է պետք էլի, համ ստուդիա է պետք, համ բան է պետք դրա համար, այն որ ասում եմ դրանով չենք զբաղվում, բայց շատ թույն է, ասում եմ возьмите на заметку, եթե ինչ Deadbell-ի կամ հենց Ռազի անձնական էջերին կարա գրեք, իսկ քանի ժամ է լինում մի պարապմունք օրինակ, ես ասացի քանի դաս։ Ասացիր 8 դաս։ Հա, 8 դաս է, մի ամսով մեջ շաբաթը 2 անգամ։ Մի ժամ, առաջի դասը խմբային է, որովհետև տեխնիկայի հետ գործ չենք անում, մարդիկ Ամտանում են թե ոնց է DJ-ինգը սկսել, ոնց է պետք բարևել, ոնց է պետք հա մարդկանց բարևել, տենց բարևեք իր ժողովուրդ։ Ոնց է պետք music manga, label-ը ինչ է, արտիստը ինչ է, gig անելը, select անելը, ասած, դա հա, դա էլ է շատ կարևոր պահ։ Սա կուլտուրայի մեծ մասն է։ Իսկ ինչի՞ ես հենց դրել 8 դաս, ինչով է դա պայմանավորված։ Դու այսինքն մի ամսվա մեջ 4 հատ շաբաթ կա։ Չէ, այդ գիտեմ, նկատի ունեմ։ Հա։ Ինչի հենց 8, էլի, տիպը նո դրանից հետո ինքը ոնց որ ամբողջ բազան ինչ որ պետք է իմանա։ Հետո արդեն ոնց որ ինքը իր Ես դες sense ասում, մեր մոտ հիմնականում կոնտրոլեր առ, ոնց որ քո ձեռքը բացի, արդեն սա գիտես։ Չէ, հիմնականում ու մարդիկ 5-րդ պարապմունքին արդեն գալիս են, որ հասկանան ամեն ինչ կարող են անել։ Պրոստ գալիս են հասկանան playlist-ի մեջ ինչ պետք է պետք չէր։ Մարդ կա, որ չի կարող հասկանա տունը, օրինակ պետք է մի հատ միքս իրար հետ տրակերը, չի բանանում, բայց դա օպտի հետ գա։ Արդեն հիմնական պրակտիկա են ինչ որ տենց ավելի շատ։ Հա, մենակ պրակտիկա է, ում տենց մանր ոներ ինչ որ բաներ են հա։ Իսկ անտաղանդներ շատ են գալիս։ Լսեք, լինում են մարդիկ, որ sense մատով ցույց տալի, ասում ես հեսա, հեսա աչի վրա ինքը ձախ է նայում։ Տենց լինում է, սա բայց վալնինիայից է շատ ասում։ Հա։ Կարևորը առաջ ասում եմ, ժողովուրդ ջան, ասում եմ մի անհանգստացեք, ասում եմ։ Չէ, DJ-ing համ այդ վերջի բարապունքտերին համ սաղի սետերը գրում ենք, ինքը գնում է տուն, սետը լսում է, մտածում է ինչա պետք փոխել, չփոխել, վերջում որ մի հատ բալնացնի սետ ունենա, որ չգիտեմ, կարող է քեզ գրգի, ասի կարող է ինձ մի օր կանչեք նվագելու։ Դու էլ դուս տողն տողն դա օրի նվագելու։ Հա, կարող լինի։ Մենք միշտ նոր մարդկանց նոր տաղանդներին տեղ ենք տալիս, ես ու ինքը որ կմերի վետներին, այսինքն նույն հենց անմիջապես տենց прям հենց նոր դասընթացից դուրս եկած չէ, բայց այն մարդիկ որ արդեն 1-2 տարի շարժի մեջ են ու նվագում են քաղաքի ինչ որ բարերում եւ կլաբերում օրինակ այս տարի alter ego-ից ռուբնա նվագելու, որը որ մեր նոր լավ ջահելներից է, տաղանդավոր երիտասարդ Վեշտի ջահել ենք ասում։ Հա, դե լավ չի նեղվի ռուբը։ Դե լավ մեզ մարդ են։ Հա, կարող եք իրան լսել Shadow Stage-ում Garni մեր միջոցառման ընթացքում այս տարի։ Դա գովազդ արեցի լավ չէ։ Հա, նաև Մարիամին ինչու ոչ։ Բայց իմ կարծիքով այս ոդքասթը որ դուզ գա արդեն լսած են լինելու իրանց, գիտես։ Թե չէ։ Չնայ, դե լավ, տեսնենք։ Բանը ու էլի մի հատ ինձ շատ հետաքրքրող էսի անձամբ հարց է ես որովհետև տեսել եմ էդի ուզում եմ մի հատ դու էլ քո կարծիքը ասես էլի որովհետև այս վերջերս դու էլ Անդոնել բավականին շատ դրսում նվագում եք այսինքն ինչ որ տենց տուրերի եք կոպիտ ասած մասնակցում ու ուզում եմ մի հատ դու էլ քո կարծիքը ասես
Ինչով է տարբերվում դրսում օրինակ իվենթները ու մեր local իվենթները։ Նույն ասենք, քանի որ կազմակերպում եք, ուզում եմ տենց կազմակերպչական առումներով էլ քո կարծիքը հայտնես, տիպը որտեղ են ավելի լավ կազմակերպում ու մասսայի ու ժողովրդի տժժիկի առումով էլ կարաս ասես, էլի ոնց է քեզ, որտեղ ավելի շատ դուր գալիս նվագել։ Որպես DJ Որպես DJ հələ որ, հա։ Հետո որպես կազմակերպիչ կասես։ Հա, նայեք, sense մի հատ բան կա, սաղը դուք եք DJ, լիքը մարդ DJ-ը ու այն մասսան, որ տուսովկա է, որ Երևանում կա, ամենտեղ պլյուս-մինուս նույնն է, ճիշտ է։ Ու դու կարող ես նվագես այս կլուբում, Երևանում, հաջորդ շաբաթ այս կլուբում ու նույն մարդիկ, նույն ձևի բանան են։ Զգում եմ որ ես տանում, հա։ Հա, ոնց որ զգում ես տունն ես, էլի, ոնց որ սա, բայց որ դուրսն ես նվագում, լրիվ ոչ մի ծանոթ մարդ չկա։ Դա ամենակայֆ բանն է իմ համար։ Ու այնտեղ թազա էմոցիաներ ես ստանում, ասենց ինչ-որ, չգիտեմ, գնում ես մարդիկ բաներ են թազա հորինած լինում, ոնց է կարելի, չգիտեմ, մոնիտորները ստիծ դնել կամ կապ չունի, իրանց ինչ-որ բան, դեկորացիա սարքել։ Դա շատ կայֆ է։ Բայց ինչ-որ միտեղ ուրիշ է գնացել մի վարքան հարցից։ Չէ, точно գնում ես, հակացա, որ ասում է в гостях хорошо, а дома лучше, բայց դե էքսպերիենսի առումով, էքսպերիենսիանով հա, այնտեղ բեսամփ լավ է։ Բայց լիքը բաներ կան, որ ինձ Երևանում ավելի շատ է դուր գալի ու կան բաներ, որ вообще դուրս չի գալի։ Ինչ որ տենց թեմաներով։ Հոստինգը իմ մոտ եղել է, որ ես իջնեմ аэроպորտից դուրս գամ ու ժամ ու կես սպասեմ, թե ուր են կազմակերպիչները, ինչ չեն եկել դիմավորելու։ Ահա եղել է տենց։ Եղել է տենց։ Ինչ որ մարդ կար, որ իքոսր կազմակերպիչ, այ մարդ կար, որ իրանց հետ աշխատում էր, ինքը տենց քնած է մնացել կամ մոռացել է, որ այսօր պետքա գար մարդ դիմավորեր։ Տենց բաներ էլ է եղել։ Ասում եմ։ Բայց դա օքեյ է։ Իմ չգիտեմ, մեր մոտ երբեք տենց բան չի եղել, որ մենք ուշանանք կամ ինչ որ Մեր մոտ էլ անկեղծած չի եղել։ Մի անգամ եղել է որ տիպը տենց հասել ենք ու դուրս է եկել DJ-ը։ Հա, դե ինքը չի զգա դա, հա։ Ասենք, բայց չի եղել որ խոսքի օրինակ տենց զանգենք, ասենք սպասի գալիս ենք, հեսա մի ժամից բան խոսքի ասենք։ Նստում թե կոֆե խմի։ Սա գանք։ Ռաշյան, ուզում եմ հարցնեմ քեզ ինչ նախագծեր ունի Deadbell-ը մոտակա տարիների ընթացքում, ինչ ապագա եք տեսնում զարգացման, այլ ավելի լավացնելու, բարելավելու, ավելի մեծացնելու, այո։ Պլյուս դրան էլ вообще ոնց ես տեսնում, օրինակ մոտակա մի 10 տարվա մեջ Հայաստանում տենց տիպը տեխնոսցենան ոնց է լինելու քո կարծիքով, ավելի գնալու ենք, ասում եմ մեծ արտիստների։ Ինձ թվում է, հա, պետք է գնանք, որովհետև արտիստների առումով ինձ թվում է մենք մի 5 տարուց 10 տարուց հաստատ այնց արտիստներ կունենանք, որ մենք դաժե չենք կարողանա բուկ անենք։ Ես չեմ ասում մեր մասին Deadbell-ի, ընդհանուր ոբշեի, որ մենք դաժե իրենց Երևան չենք կարողանա բուկ անենք, որովհետև իրենք լինելու են տուրելու, դա հաստատ լինելու է։ Տենց ինչ որ մեկը կհելնի։ Ու դրա ինքը ոչ թե ինքը այ դրա պատճառով ինչ որ եթե զարգացում հայտում հաստատ իվենտներն էլ կզարգանան դրա պատճառով մարդիկ ավելի շատ կձգտեն լինեն ոչ թե պրոստը DJ լինեն համ պրոդյուսեր երաժշտություն գրել սենց ու դա ես սաղ տենում եմ որ DJ-ներ կան գալիս ասում են կարանք մենք կարող է Ableton կամ մոտից սովորենք բան սենց Դա շատ կրուտ է իրականում շատ կրուտ է, որտեղ ես էլ եմ դա նկատում, որ Հայաստանում բացին իրանից, որ մեր լոկալ DJ-ները շատ սկսել են, ասենք, որ ասենք օրինակ չգիտեմ, մի 10 տարի առաջ, դաժե մի 5 տարի առաջ, ասենք կարող մի հոգի, երկու հոգի ցելի Հայաստանից, որ ասենք ինչ որ դրսում խոսքի ասենք ինչ որ նվագում էր եւ այլն հիմա օրինակ գնալ պրոստ իր ծանոթի մոտ ինչ որ հա տենց է որ ձրի խոսքի տանային նվագացնեին բանանային խոսքի այդ բանը շատ արագ փոփոխվեց, ճիշտն ասած, այո, մի քանի տարիներ առաջ 1-2 հոգի ունեին, հիմա այն որ արդեն բոլոր ոճերի մեր լոկալ արտիստները, գրեթե ամեն մեկը թե 1 թե 2 թեք արդեն թողարկած ունի, ու դա շատ լավ է, անգամ որ տեսնելով թե իր անգեր լոկալ DJ-ը թողարկել է, ես էլ թողարկեմ, ինչու ոչ հենց հա համ թողարկելուց էլ բացի սկսել է նկատել կարող է միգուցե Ռուսաստանի պատերազմն էլ ասում աստեղ մի քիչ բան տենց խոսքի ասենք այն ժամանակ ռուսներն էլ հիմա երևի տուրինգ չեն անում вообще մերոնք համ Ռուսաստանն են լիքը տուրինգ անում չնայած Եվրոպայել են լիքը կանչում մերոնց
Բայց շատ կայֆ է, որ ասենք սկսել են այտենց մեր երկրի նման տիպը այտենց երկրորդ էշալոնի երկրները արդեն որպես դիտարկել որպես բան ու երևի մի քիչ այտենց է որ էս սամոլոտների մի քիչ այտենց են որ Եվրոպական թռներն էլ է մի քիչ դրա վրա ազդել, որտեվ նու օրինակ մենք որպես կազմակերպիչ դրան էլ էինք օրինակ ուշադրություն դարձնում, ասենք կարող է ինչ որ մի տեղից շատ պրիկոլնի խոսքի Բրիստոլից ինչ որ մի հատ թույն ջահել խոսքի, ասենք թույն արտիստ կա որ թույն մյուզիկա նվագում, բայց ռեյսերը նայում ենք տենում ենք որ չերես կանադա պետք է գա մի իվենտի փող արել կոնկրետ այն որ խոսքի ցելի բան է, ասենք, էդ էլ է իմ կարծիքով կայֆ ու ասենք շատ թույն է, որ սկսել են դրսում նվագել լիքը։ Այդ music գրելը ես բան живой пример կա մեր լեյբլում, մենք առաջի վիան երբ որ հանում ենք, մի հատ տղա կար, մեր մոտ թողարկում էր, բայց մի քիչ ուրիշ ավելի ծանր երաժշտություն էր գրում, ինձ դեմո ուղարկեց, ասաց բան, եթե վիա ունեք, հանեք էլի, նու տրեքերը ղրկեց, ես մի հատ տրեք ընտրեցի այնտեղից, այդ տրեքը վիան հանում ենք, առաջի վիանն է Deadbell-ի մեջի, ու Ալարիկո լսել եք տենց մարդ։ Ոբշե չէ։ Հա, երևի ցեխնո լսողները կիմանան ով է։ Առաջի ռիլիզը, որ այդ անունով դուրս է գալի, մեր մոտ է դուրս գալի ու կարծեմ ինչ որ չեմ հասկանում ինչ է կատարվում, բայց ցենց Spotify-ում plus 100,000, Instagram-ում, SoundCloud-ում plus 100,000 view բան, ու այդ մարդը հիմա դու իրեն չես կարող book անես։ Խոսքի եթե ուզում ես իրեն book անես, պետքա մյուս համար book անես հիմա։ Ու տենց մարդ է դառնում, պրոստը մուզիկա գրելով։ Ու դա живой примера, որ մեր մոտից Իսկ ճանաչում եք այդ տոնը, ով է, ստեղից մեր մոտից է, հա։ Չէ, ինքը Եվրոպայից է, ուղղակի նենց է ստացվում, որ իր տրեկը կրակում է։ Ու всё, ինքը դալշ ուրիշ լեյբլներ ավելի լուրջ լեյբլներ։ Դերաժան, ստե ասում կարելի ասել քո ներդրումն էլ բայց կա, ասում որ ասում է տրեկերից հենց այդ տրեկն ես ընտրել, որ կրակել է։ Դե հա, հիմա կարող է ինքը Ոչ մի պրոդյուսերը։ Да. А ты точно продюсер? Երաժշտություն գրեք, դա մի ուրիշ ձևի բուստ կարա անի կարիերային։ Արդեն ինձ էլ էս համոզում ռազ արդեն չոտքի։ Չէ, իսկական է։ Նոր տունս որ սարքում կրիշի վրա մի հատ տենց սենյակ եմ սարքում, ասում որ տենց թակում գնամ այդտեղ պահկվեմ, տրեկեր գրեմ խոսքի։ Որ երեխեքը չգան ասում, պա, մի հատ ջուր դու։ Արտիստերի հետ կապված, հա, հարցը հետեւյալն է։ Մեր ավանդական հարցերից է էսի, համ էլ որպես իվենտ կազմակերպող, ինչ արտիստ կցանկանայիր, որն է տիպը, որ եթե բյուջետային սահմանափակում չունենայիք, որ արտիստին է որ կասեիր, որ այս սրան պետքա ու կամ մենք հրավիրենք, տեսնենք Հայաստանում մեր իվենտի ժամանակ։ Նայք, տեխնոյի մեջ, եթե բյուջետի մասին է խոսքը, տեխնոյի մեջ շատ ահավոր թանկ DJ-ներ չկան։ Հա, կան թանկ DJ-ներ, բայց նենց չի որ սաղ նենց թանկ են, որ չեն կարողանալ։ Նո, հա, դու չենք ասում տիպը այդ պապսովի տեխնո տիպը, նու պապսովի ասելով որ բան են։ Էմիլի Լենս չէ։ Էմիլի Լենս Շարլոտ Դեվայթի մասին չի խոսքը կամ ես հասկանում եմ, դրա համար եմ ասում, այդ տեխնոյի մեջ։ Դրանք ասենք։ Չեմ կարող ասեմ։ Շատ լիքը DJ-ներ կան տաղանդավոր, ում ես բեսում շատ եմ սիրում ու Պարզա որ իրենք չեն նայելու էսի, չեն նեղանա ինձնից։ Բայց Կամովեսյան ինքը բերի։ Դզեց։ Անդրանիկի ականջը կան չի ասում, Անդո ջան, մալադեց։ Դու ստեղ ես, բայց դու ստեղ ես։ Հա, կստати Անդոյի սետերը, ես մի ժամանակ իմ համար Անդոն շատ ծանր էր, անկեղծ ասեմ։ Բայց հիմա տոլի իր այտենց էներգետիկան է փոխվել, տոլի ինչ ա եղել։ Այն ժամանակ ինքը այտենց մի քիչ կարող ագրեսիվ էր, կարող ավելի շատ տալի։ Հիմա այտենց մի քիչ ավելի տոլի այտենց կարող տարիքի հետ է կապված, մի քիչ այտենց ավելի ուրիշ ձև է սկսել այդ նույնն է տալ, էլի այտենց մյուզիկը նույն ձևի այտենց մնացել է, ու մի քիչ կարող է այտենց բրեյք բիտերը ավելացել, չէ, քիչ շարժվում։ Չէ, բայց այտենց մի քիչ փոխվել է իր, մի քիչ ավելի այտենց взрослый էներգետիկա է դառել։ Այն ժամանակ այտենց մի քիչ իմ համար ուրիշ էր։ Ես օրինակ երկար չէի կարող ժամանակ։ Այ քոնը դու closing set-երին եք ելես իրը։ Անծայրածիր, չէ, վերջի, նու էդի Չէ, вообще, վերջերս closing set-երին Անդոյի եք ելես։ Չէ։ Ինքը իրան որմապանում, ինքը իրան տալիս է, բխում է սաղին, հետո հանգստացնում է, ճամփում է տուն։ Համ
քո ասած այդ բանը կա, համ այդ էներգիան կա, որ ասում եմ չեմ կարող երկար լսեմ, ամեն ինչ կա։ Շատ եմ ափսոսում, որ չեմ կարծել 10-ամյակին գամ։ Ռազ իսկ բացի Կամովոսյանից կհիշեցնես ռեզիդենտներին ձեր գիտեմ ֆորմին, չէ՞, հա, ֆորմը Բելոյանը, Արտեմ Ուրադյանը, ինքը նոր է սկսում DJ-ինգը, բայց ինքը պես թույն պրոդյուսեր է։ Հա, օրինակ ես իրեն չգիտեի։ Հա։ Մեկ էլ Հարութը DPN թում։ Հա։ Յանը գիտեմ։ Հələ որ այդքան, բայց մենք բան չենք, փակ չենք, այնպես չի որ սեկտա ենք, sense աղովի հավաքվել ենք, ոչ մեկին չենք թողում։ Հա։ Так что welcome։ Նաև Ռաշյան վերջում հիշում ենք ամեն ոդկասթի վերջում ռուբրիկա ունենք հիշում ենք շատ հայտնի տրեքեր, որոնք որ ստեղծվել են տարիներ առաջ ու մինչ օրս DJ-ները ռեմիքսներ են անում եւ նվագում են։ Հա, նու այդ իրանք չեն մոռացում։ Այդ երևի դուք արդեն հիմա տենց background-ով լսում եք, այսօր մեր տրեքը Mojo-ի Lady track-ն է, որը որ 2000 թվականին է թողարկվել, 2000 թվականին ես հələ 5-րդ դասարանում էի, ու մինչև հիմա գմստում է, եզակի տրեքերից է, որ տենց են, որ մինչև հիմա էլ ոնց որ ասիր remix-ներ են անում, 26 ամյակն է այս տարին ու երբ որ ինքը դուրս է եկել 2000 թվին, տենց ֆրանսիական house երաժշտության տենց են որ հիմներից է եղել այն ժամանակ, ասենք ես պատկերացնում եմ որ հիմա է տենց գմփստում միջև հիմա, այն ժամանակ ինչ ֆուրոր է արել այդ տրեքը ու հեղինակը Mojo-ն է, ոնց ասեցինք, ինքն էլ միջև հիմա DJ-ներ անում է, դաժե վերջերս Հայաստան էին բերել ինչ որ կորպորատիվ իրան։ Լուրջ։ Ոնց որ ինչ որ հարսանիքի ժամանակ։ Բայց էլի բանա one track artist է, ինձ թվում է, չէ՞, տենց էլ ուրիշ։ Դեսի ունի մի երկու հատ մի հատ հիտով արտիստներ լիքը տենց բան արտիստներ կան։ Մի հատ էլ լիքը տենց ունի, մի հատ էլ տրեք ունի, այդքան իհարկե հայտնի չի դարե, ինքը տենց ավելի տենց էլի պրիկոլնի տրեք է, ինձ շատ դուր է գալիս and one night in the disco, chill with my friends։ Էդ էլ ինքն է։ Էդ էլ է Mojo-ն, էդ էլ է պրիկոլնի տրեք, բայց ինքը տենց вообще տենց 5%-ն է երևի Lady էլի, ասենք որովհետև այս մեկը շատ գմբսներ է գմբսրել։ Դրա համար շատ հայտնի տրեք պետք չի հանել, էլի, ինձ թվում է պետք է։ Իապե, մարդիկ հանում են սախճակայված դնում էլի։ Պրոստը ասենք պատկերացնում ես սրա ռոյալթիները խոսքի, ասենք այն որ տուն նստած խոսքի, այսպես ինչ տիպի խոսքի, ասենք։ Էլ չկարար չգար, ստա կորպորատիվի։ Չէ, պրոստը աբիդնիա որ նմանատիպ արտիստները, տես ասենք ինքը կմփծրել է, բայց ասենք всё, դրանից հետո ոնց որ մարդիկ են իր մնացած տրեքերը, մեկը ինչ լսեն, ասում են դե լավ, մեկը բան Lady-ն ավելի լավն էր։ Բայց լիքը մարդ կա, որ տրեկը թողարկում, կմփծնում է այդ տրեկը, ու ինքը ընկնում է բանի մեջ, որ ես սրանից լավ բան էլ չեմ կարող։ Հա, կորում է։ Ոչ թե մարդիկ են իրեն էդի ասում, ինքն է տենց մտածում։ Ճիշտ ես ասում, հա, դա հոգեբանորեն պահել է ինձ թվում։ Ես կցեցի, ես որ հոսած խոսացինք սրանից, մի հատ բան հիշեցի, ռազ հիշում եք մի ժամանակ որ բան եք, այն Նասնի Դագոնյանի ռեմիքսն էիք, որ արել։ Անու ռեմիքսը որն է, պրոստը պակ էի քաշել, հեսա օֆիցիալ վոկալը, որ կարելի է օգտագործել։ Մենակ վոկալն է, այնտեղ ռեմիքսը չի, սա։ Այ այդ ճիշտ է, լավ հիշեցիր։ Ուզում էի հարցնեի թույլատրություն եք ստացել տատուից, թե չէ, թե ինչ որ։ Ռեմիքս պակ էր օֆիցիալ։ Օֆիցիալ պակերը, հա, ինչ ուզում եք օգտագործեիր, հա։ Հա։ Ինքը վոկալը դաժե ինքը մինչև լավ տարածվել էր, չէ՞, այն ժամանակ։ Հեսա պատմում, սուխոյ վոկալը, դաժե վրան էֆեկտներ չկան։ Միկրոֆոնի մեջ ոնց գրած է, տենց վոկալներ։ Վաու։ Հա։ Տարածվել որն է, մի անգամ էդի ես ու ֆորումն ենք գրել այդ տրեկը։ Չգիտեմ, երևի մի ամիս է անցնում, որ այդ տրեկը ռիլիզ է եղել։ Ես չեմ հասկանում ինչա կատարվում։ Մտնում եմ SoundCloud-ից մեջ հա notification-ը գալի, repost, ասում եմ ինչ կատարվել։ Հետո երևի սաղդ գիտեք, hate channel կա ու Instagram կա, ինքը տեխնո էլեկտրոնի երաժշտություն է, պրոմոյի տեղը, իրանք էդի COVID-ի վախտեր, կարծում։ Կիսվել էին։ Չէ, իրանք չեն կիսվել։ Այնտեղ I hate models-ը, գիտեք այդ։ Հա։ 4 ժամանոց վիդեո պոդքաստ է իրանց հետ նկարում, նվագելու։ COVID-ի վախտ ինչ որ էֆեկտներով, բաներով, sense
ու այդտեղ է տրեքն է նվագում, ես вообще կուրսի չեմ դրա մասին, որ մեր տրեքը այդտեղ նվագել եմ։ Տենց ինչ որ չերես-չերեսներով կամ ինչ որ մեկը ղրգեց կամ միամիտ գտա, ու դա բանի մեջ էինք մենք, չենք հասկանում ինչ անենք։ Ինչ անենք, այս hype-ով որ մեր գլխին անգել հիմա։ Բայց Ալիքը view-ներ ունեցաք, չէ՞, այդ տրեկով, հա։ հա, ինքը մինչև հիմա էլ մեր SoundCloud-ում տոպերի մեջն է, Հա։ Spotify-ում էլ է տոպերի մեջ։ Իսկ բան չէ կարե, օրինակ մտքով խոսքի, օրինակ եթե նու հիմա սենց ասեմ, ասում շատ լավ տեսնում ենք խոսքի, որ այդ ուղությունը տեխնոյի ինչ տիպի գմփստվում, նույն ասենք նույն I hate models-ը, նույն ասենք այդ ոնց որ ասում ենք Popsov-ի տեխնոները, նույն Charlotte, Amelie, որ իրանք տենց խոսքի ասենք վոկալով կոպիտ ասած տեխնոներ շատ են նվագում մի քիչ, ու ինչ տիպի էդի գմփստում չեք մտածել, օրինակ տենց մի հատ առանձին մի հատ ուրիշ ուղությունով խոսքի ասենք տենց remix-ներ անեք ու փող աշխատեք։ Լսի, անկեղծ ես այս ամեն ինչ որ եթե ես երաժշտություն գրում, որովհետև կայֆ եմ ստանում։ Ես այդ չեմ նայում որպես գործ։ Ինչ կա, ինչով ես զբաղվում, ինչ deadbell-ի հետ կամ total-ի հետ կապված է, այդ իմ համար պրոստը կայֆի համար է։ Հիմա կողքից եթե ինքը փող է բերում, ես բեսում ուրախ եմ։ Իսկ պրոստը նստեմ ինադու փորձեմ Popsov-ի տեխնոն ու ասած անել, որ փող աշխատել, հա, կարող է մի օր, եթե մի 70 տարեկան դառնամ, տենց ասում եմ, փող է պետք։ Բայց հիմա չէ։ Հիմա ցանկություն չի եղել։ Ես մտածել եմ դրա մասին, բայց ցանկություն չի եղել։ Հա, որովհետև հիմա պրям շատ տենց լավ մոմենտ է, էլի, որովհետև ասենք նայում եմ հիմա տենց պրոստը սուպեր բում է, էլի, դաժե ասենք hard տեխնոն, որ ասենք միշտ էդի вообще իմ համար խոսքի ասենք հիմա խոսքի hard techno DJ-ներին խոսքի ասենք դնում են Tomorrowland-ում խոսքի headliner, շրանց նվագող Կոբոսիլա, բան, հա, ասենք բան են Sarah Landry, բան, որ ասենք вообще որ այդ մեր սիրած Klangaunstrel-ը։ Չէ, ինքը տենց դաժե տենց hard չի, իրանը մի քիչ ավելի տենց բան տեխնո է, բայց չէ, ասենք տենց մի 160-170 BPM-անոց հա, դե հա ինքն էլ մեկ-մեկ խոսքը вообще ծանր, ոչ ծանր երաժշտությունը ինձ թվում է պետք է տրամադրությունից է։ Հա, բնական է, որ կարող ասում ան դրամը լսքի 160 BPM ինչ որ շրանց եմ լսում, որը մեջ մենակ խետա ու կիկ է, ոսած մեկը ինչ որ տին ինչպես սինթա նվագում, բայց կայֆ եմ ստանում, բայց մի օր կարող է միացնում ասում ան լավ չէ, սուպեր անջատես։ Ես այս վերջերս ավելի շատ որ մտածել ես ինչ անես, հայերեն վոկալով տեխնո եմ սկսել փորձել։ Նու փորձել որն է, լսել եք երևի։ Դզեց։ Առաջինը մի հատ sample Արամներ, ահա։ Չէ, ով է։ Արա։ Մի 4 տարի առաջ մի հատ տրեքի մեջ վոկալ էի ուզում։ Իմ ընկերներից մեկը մի հատ պոետեսա ցույց տվեց, հիմա որ չխափեմ անուն ազգանունը չեմ հիշում, շատ ներողություն։ Ես իրա բանը, իրա ինչ որ բաներ ինքով պատմում, ես տեղից կտրտեցի, տրեքի մեջ դրեցի, sampling արեցի, իրա վոկալը բարուձ։ Ու բավականին լավ ինչ որ արձագանք ստացա, մարդիկ լսում են, ու ինքը մի քիչ շշնչում էր մեջը, չեն հասկանում հայերենն է, թե ինձ թվաց է թե հայերենն է, թե հայերեն չի։ Вообще թույն։ Հետո ես ոնց որ լսել եմ այդ տրեկը, բայց տեքստը բանը вообще ոչ մի բան չեմ հիշում։ Հետո մի քանի վաղ անցավ, Լինկը կդնենք կստացի այստեղ մեր ոդկասթի տակ։ Բանը, Մարիամին գիտեք Քեշեբան։ Շատ պատահական նենց ստացվավ, որ ես ուզում էի մի բան ձայնը գրեինք ու ասաց ես կարամ ձայնը գրեմ, գրուբը գավեր էլի։ Ու մենք տենց ալբոմ գրեցինք, որի մեջ մի հատ անգլերեն է տրեկը, երկու հատը հայերեն է։ Ու տենց էլի մի քանի հատ էլի ունեմ իր հետ տրեք գրած, որ հայերեն է մեջը տեքստը, կարեք լսեք։ Ու իրանք, չգիտեմ, Հայաստանում որ գիշեր է լինում, տենց իվենտի վաղ նվագում ես, էլի հասկանում եմ, որ մարդիկ չեն հասկանում, էդի հայերեն էր, թե հայերեն չէր, բայց ինչ որ մի բան մոտները փոխվում է։ Շատ դրական։ Նու էդի հա, էդի բացի դրանից որ ինքը համ տենց աշխատող թեմա է, ու մանավանդ որ տենց բան որ շատ եզակի է ինքը, որ մարդիկ դաժե ասենք հա, դաժե
տեխնո սիրողները ինչ տիպել ինքը տիպը ասենք տենց պրям տեխնոյի մեջ լինի, բայց ասենք այդ հայերը ինքը հայկական մածի ոչ մի չունի։ Ինքը մենակ բառերը։ Այդի որ լսում ես, դու կոպիտ ասած Եմ որ ասում արունը քաշում է, էլի։ Ինչ ուզում ես արա, մեկը ասենք այդ դաժե ինչ տիպի էլ դու տենց ժոսկի մարդը լես, մեկը ասենք այդ տեքստը քեզ ասեմ որ ասում նա подсознательном уровне, էդի քեզ բան անում, փոխում է։ Ռաժան, ապրես շատ։ Ասում այսօր քո քանչեր հարևաններն էլ էին ասում տեխնո միացրել, բայց հուսով ենք, ասում սա լավ կլինի, շատ թույն ոդկասթեր, թույն խոսակցություն ունեցանք իրար հետ։ Նոր լիքը բաներ պատմեցիր, որ вообще տեղյակ չէինք ու մարդկանց համար իմ կարծիքով շատ հետաքրքիր կլինի։ Ինչ վերջի խոսքդ ինչ նոր ջահելությանը, նոր երիտասարդներին, այսպես ասած, ինչ խորհուրդ կտաս տեխնո սիրողներին, տեխնո լսողներին, տեխնո հա Արեքը տեխնո չէ, պրոստո իվենտների գնացող մարդկանց, ռեյվերի գնացող մարդկանց ժողովուրդ, այս ամեն ինչի մեջ սիրեք երաժշտությունը։ Թող էդի ձեզ տանի առաջ։ Առաջնահերթ դա լինի։ Այո, ամենակարևորն է։ Այո։ Շատ լավ խոսքեր։ Դե շնորհակալություն բոլորին, որ մինչև այս պահը մեզ նայում էիք, շնորհակալություն Ռազին հաճելի զրույցի ժամանակ, Rock and Roll ստուդիային մի անգամ եւս շնորհակալություն, որ մեզ տրամադրեցին այս գեղեցիկ տաղավարը։ Չմոռանաք բաժանորդագրվել, կոմենտներ գրել, լինել ակտիվ, Ռազին հարցեր ուղղել եւ մենք շատ բաց ենք, տեսնում եք դեռ չունենք ձեր գովազդը ունենք սլոթեր ձեր համար так что պատրաստ ենք ընդունել վերցնենք ձեր գումարը ձեր գումարը եւ ձեր առաջարկները լսել QR կոդ միտը դրեք շնորհակալություն միշտ հաջորդ ֆայլը տելեկոմով չենք ճարում արդեն սկսում ենք դրա հավաք անել QR ձեզ Пока հաջողություն շնորհակալություն Օրես հարևանս չէր ուզում մեզնից ապ Արա կակ էտա ստրաննը բիլը Արա պայտակ որ էվորսից այս վերջը որ խոսում ես որսից տակ որսից ցարից արա բացել էր ինձ արդեն